իսկ ասած անձնավորություն է, երբ որ ասում են ես Վաշինգտոնից խաղաղություն եմ բերել, եկեք բարձ հասկանանք դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ես Հայաստանի տարածքի անվտանգությունը չեմ կարողանում ապահովել, դրսից հովանավոր եմ բերել, Հայաստանի մի տարածքի հատվածը տվել է Միացյալ Նահանգներին եւ ասում եմ Միացյալ Նահանգներ, արի դու պահի։ Բայց այստեղ կարևորը այն է, թե իսկ Միացյալ Նահանգների ծրագրերը ինչ նպատակներ ունի։ Միացյալ Նահանգները էլեմենտար ծրագիր ունի, որպեսզի Թուրքիայի վերահսկողությունը մեծանա Հարավային Կովկասում։ Ինչի համար, որովհետև դա ինքը պետք է օգտագործի առաջերտին Իրանի դեմ, երկրորդ հերթին Ռուսաստանի դեմ եւ բացահայտորեն իրենք դրա մասին խոսում են։ Նույն Միացյալ Նահանգների պետ դեպի օգնականը Հարավային Կովկաս, Ասիայի եւ Եվրոպայի գծով դեռևս 2-3 տարի առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որ գալիս են Հայաստան, ասում են մեր նպատակը այն է, որ Ռուսաստանը տարածաշրջանից գնա, Իրանը չմտնի, չէ՞։ Հիմա եթե ինքը բերում է Միացյալ Նահանգներին, Հայաստանի տարածքի վերահսկողությունը հանձնում է Միացյալ Նահանգներին եւ ասում է իմ նպատակը բերել հակակշիռ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիա։ Այսինքն թուրքական միջանցքը իրենց նպատակն է։ Թուրքական միջանցքի իմաստը այն է, որ հյուսիս հարավ չլինի Իրան, Ռուսաստան կապը գոյություն չունենա։